Ըստ առողջապահության նախարարության տվյալների 7-ից 9 տարեկան երեխաների ավելի քան 27%-ն ունի ավելցուկային քաշ, իսկ մոտ 13%-ը արդեն ճարպակալման փուլում է։ Եվրոպական շրջանի երկրների միջև 44 երկրների միջև իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ Հայաստանի երեխաները առաջի տեղում են շաքարի օգտագործման, քաղցրավենիքի օգտագործման առումով եւ քաղցր ըմպելիքների առաջիններից են նույնպես։ Ավելցուկային քաշի եւ ճարպակալմանը նպաստում է մի շարք գործոններ, ամենաակնառուն անառողջ սննդի օգտագործումն է, բարձր շաքար, աղ եւ ճարպ պարունակող սննդի լայն հասանելիությունը, նաեւ գազավորված եւ քաղցր ըմպելիքների հաճախակի օգտագործումը։ Հայաստանում գործում է դպրոցական սննդի պետական ծրագիր, որն ընդգրկում է միայն կրտսեր դասարանների աշակերտներին, իսկ բարձր դասարանների երեխաների համար սնվելու հիմնական աղբյուրը հաճախ դպրոցի բուֆետն է։ Հայաստանի մի շարք դպրոցների բուֆետներում շարունակում են վաճառվել այնպիսի սննդամթերքներ, որոնք չեն համապատասխանում սահմանված պահանջներին։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում ընդունում են, որ դպրոցական բուֆետի ոլորտը շարունակում է մնալ բարդ եւ մասնակիորեն կարգավորված։ Եթե մենք նայում ենք օրենսդրական կարգավորումներին այս պահի, բուֆետների գործունեությունը ընդհանուր առմամբ բավական խնդրահարույց է։ Այդ կարգավորումները, որոնք պետք է պետական ոչ առևտրային կազմակերպությունների եւ դրանց գույքի վարձով տրամադրելու եւ մնացած հարցերի հետ կապված այսպես իրավական կարգավորումների շրջանակում կարգավորվեն ու դեռևս կարգավորված չեն, կարող ենք ասել մի քիչ անկանոն դաշտում են դրանք գործում։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հունվարի 30-ի մամուլի ասուլիսին Civilnet-ի հարցին պատասխան ասաց, որ սննդատեսակների սահմանափակումների առկայության դեպքում առանց բողոքների կամ օրենսդրորեն ամրագրված ստուգման հիմքերի տեսչական մարմինը չի կարող արդյունավետ վերահսկողություն իրականացնել։ Արդյունքում ստացվում է, որ դպրոցների բուֆետներում ներկայացված սննդի սահմանափակումները միայն հանրային առողջապահական նորմատիվում է ամրագրված։ Ոչինչ չեն կարող անել, ոչ կարող ենք տուգանել, սենց ասեմ, անգամ մենք եթե գանք ուզենանք մտնենք խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակը տեսնենք, իրենք կարան մեզի թույլ չտան, կոպիտ ասած, բայց որևէ գործողություն անելու իրավունք փաստացի չունենք։ Եթե վաճառքի արգելված սննդատեսակների հարցը կարգավորված է, արդյոք խնդրի լուծում չէ, եթե դպրոցի տնօրենների վրա դրվի գործընթացի հանդեպ վերահսկողության պարտավորությունը։ Դրա հակառակ կողմը, այսինքն ռիսկային կողմը այն է, որ տնտեսվարողները այս դեպքում էլ ստացվում է, որ հրաժարվում են այդ ծառայությունները մատուցելուց եւ դպրոցը երկընտրանքի առաջ է կանգնում։ Կան դպրոցներ, որտեղ բուֆետներ ընդհանրապես չկան, բայց սա նշանակում է, որ երեխաները դպրոցի տարածքից դուրս են գալիս եւ մոտակա խանութից են սկսում գնել այն, ինչ որ բուֆետում արգելված է վաճառել։ Ինչ են հիմնականում գնում աշակերտները դպրոցի բուֆետներից, ծնողների խոսքով երեխաները հաճախ գնում են այն, ինչը իրենք ծնողները չէին ցանկանա, բայց այլընտրանք չունեն։ Այլընտրանքը երեխաների հետ որևէ մթերք ուղարկելն է դպրոց, որը հաճախ չի ստացվում։ Բուֆետից օգտվում են սենց իրանք պիրոգներ կան, տենց փաթեթավորած դրանից են օգտվում, տարբեր տենց խաչապուրի, Քաղցրավենիք, հա, գազավորված ըմպելիքներ։ չէ, գազավորված ըմպելիք ընդհանրապես չեն օգտագործում։ Հիմնականում ավելի շատ կամ քաղցր են ուտում, կամ ինչ-որ անառողջ սնունդ, բայց բուֆետներում ինձ թվում է տենց շատ անառողջ սնունդ չկա, հիմնականում տենց հիմքը քաղցրների վրա է դրված, ինձ թվում է վաճառքը ավելի շատ քաղցրներինն է։ Բունկիներ երևի, տենց բաներ էլի։ Չէ, տանից ինքը առհասարակ դրսի սնունդ չի ուտում։ Դրա համար ես տանից պիչենյաներ, բաներ տես թխում եմ, ինքը բերում է։ Հանրային առողջապահական նորմատիվում ընդգծված է, թե դպրոցի բուֆետներում ինչ սննդատեսակ չպետք է ներառված լինի։ Դպրոցում չի թույլատրվում տապակած սննդի օգտագործումը, չիփսը, փքաբլիթներն ու տարբեր խմորեղենները։ Արգելվում են նաև շաքարի եւ աղի բարձր պարունակությամբ սննդամթերքները, գազավորված քաղցր ըմպելիքները, էներգետիկ եւ կոֆեին պարունակող խմիչքները, մաստակը, կարամելը, պաղպաղակը, ժելեն եւ այլ բարձր շաքարայնություն պարունակող մթերքները։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից չեն հերքում։ Չնայած բազում շրջաբերականներին եւ զգուշացումներին, դպրոցի բուֆետներում շարունակում են վաճառել արգելված մթերքներ։ Նախարարությունից նշում են, որ երկարաժամկետ լուծումը տեսնում են դպրոցական սննդի ծրագրի փուլային ընդլայնման մեջ, ինչը կարող է նվազեցնել բուֆետների նկատմամբ կախվածությունը եւ ապահովել վերահսկելի սննդային միջավայր դպրոցներում։
Մենք նրա մասին, որ դպրոցական սննդի ծրագիրը գործում է 1-ից մինչև 4-րդ դասանի երեխաների համար, բնականաբար ավելի բարձր տարիքի երեխաները, որոնք նաև ավելի երկար են մնում դպրոցում, ընդմիջում անելու, ուսնվելու այդ կարիքը իրենք նույնպես ունեն եւ մենք հետագայում ավելի ճիշտ լուծումը տեսնում ենք այդ դպրոցական սննդի ծրագիրը ընդլայնելու եւ ավելի լայն հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից։ Հիմա կարող եմ ասել, որ շատ կարգավորված չէ։ Սիվիլնեթը այցելել էր Երևանի մեկ դպրոց, այցի մասին դպրոցում նախապես գիտեին։ Մեր տեսախցիկից թաքցրել են բոլոր բարձր շաքարայնություն պարունակող արգելված մթերքները։ Դա իմացանք երեխաների հետ շփվելու ընթացքում։ Առանց նախազգուշացման այցելության պարագայում նկատելի են արգելված սննդի տարակների լիությունը։ Մինչ գերատեսչություններում մտածում են այս խնդրի լուծման մասին, սրան զուգահեռ շարունակում է աճել դպրոցահասակ երեխաների ճարպակալման թվերը։